21 TV-ում առողջության ժամն է, եթերում ապրենք առողջն է, բարև ձեզ, ես Տաթև Առաքելյանն եմ, այսօր հյուրընկալել եմ հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Խաչատրյանին, բարի գալուստ մեր տաղավար, միշտ հաճելի է ձեզ տեսնել, շնորհակալություն, շատ փոխադարձ, մեր հանդիպումները որպես կանոն ստացվում են շատ հետաքրքիր եւ այսօրվա թեման եւս բավականին հետաքրքիր է, հետեւաբար վստահ եմ, որ նաեւ զրույցներ ստացված լինելու։ Շնորհակալություն։ Աստվածաշունչն ասում է, որ նախանձը փտություն է ոսկորներին, հա, ավելի լավ որակավորում այս երևույթին, կարծում եմ չենք կարող տալ, որքան էլ փորձենք հայերենի բառարանը թերթել։ Ինչ է նախանձը, որքանով է վտանգավոր եւ երբ է դառնում կործանարար։ Բավականին երկար է ստացվելու պատասխանը, նախ փորձեմ սահմանել ինչ է նախանձը, որովհետև երբեմն մարդիկ շփոթում են ցանկացած բացասական հույզ մեկ այլ մարդու նկատմամբ, օրինակ ատելությունը, զզվանքը, արդյոք դա նախանձ չէ։ Պիտի ասեմ միանշանակ ոչ, որովհետև նախանձը ուղղված է որևիցե մեկ այլ անձի ունեցվածքին, ձեռքբերմանը, հասանելիությանը, որը որ նախանձող մարդը ցանկանում է ունենալ, սակայն չի կարողանում կամ հետաձգվել է իր մոտ։ Նախանձի կոնկրետ բնորոշումը, այսինքն այլ մարդու ձեռք բերածն է, դա կլինի նյութական, կլինի հոգևոր, կլինի այլ տեսակի։ Եվ նախանձողի մոտ առաջանում է բացասական նեգատիվ զգացում, որ ինչու իրեն եւ ոչ թե ինձ։ Այսինքն նախ անձը, նախ իմ անձը, հետո ուրիշին է։ Հավանաբար այո, եթե նաեւ բառը փորձենք մեկնաբանել, հավանաբար այո։ Նախանձը երբեմն նաև մրցակցության հետ ենք շփոթում եւ երբ մարդը իսկապես ակնառու նախանձություն է դրսևորում, ասում է ինքը որպես արդարացում ես ուղղակի մրցակցում եմ կամ առողջ մրցակցություն է սա։ Որն է առողջ մրցակցությունը, որն է նախանձը, ինչպես տարանջատենք կամ սրանք արդյոք նույնն են։ Տեսեք, նախանձի մեջ որպես կոմպոնենտ մրցակցությունը միշտ առկա է։ Ուղղակի այստեղ տարանջատված է իբրև թե մոտիվացնող մրցակցություն, այսինքն ես տեսա, որ դիմացինը դա ունի եւ առանց իրեն վնասելու, առանց իր նկատմամբ ունենալու բացասական զգացումներ, զայրույթ, ատելություն եւ այլն, ես ինքս գնահատում եմ ինքս իմ կարողությունները եւ փորձում եմ ինձ համար նպատակակետ սահմանել եւ ունենալ այն, ինչը որ ունի նա, կամ ունենալ ավելին, քան ունի նա։ Այս դեպքում սահմանվում է նախանձը որպես ավելի բարի նախանձ կամ այլ ձևակերպմամբ սպիտակ նախանձ, իբրև թե, բայց մենք չպետք է մոռանանք, որ միևնույնն է նախանձի բոլոր տարատեսակների մեջ մրցակցությունը առկա է եւ հոգեբանական առումով այո, մարդը իր սեփական եսից դուրս է գալի եւ նախանձի առկայության դեպքում միշտ համեմատվում է այլ մարդու հետ, որովհետեւ անձը ունի սեփական եսի նույնացում, սեփական հայացք, սեփական եսի դիտարկման առումով, այսինքն հասկանալու թե ինչ ունեմ ես, ինչը լավ ստացվեց իմ մոտ, ինչը վատ ստացվեց ինձ մոտ, ինչպիսի կարողություններ ունեմ ես։ Այո, տեսեք, սա ինքնաճանաչման գործընթաց է, սեփական հայացքներ, հայեցողությունը դեպի սեփական անձը, բայց նախանձ անձի մոտ որպես կանոն այս գործակիցը չի աշխատում։ Իրեն սովորեցրել են ուղակի վարքի վերլուծություն, լավ կամ վատ լինելու առումով։ Տեսեք, ինքը փոքր ժամանակ ինչ որ գործողություն է արել, ծնողն ասել է լավ է կամ վատ է։ Սեփական եսի հայեցողություն, այդ հայեցողություն անձի մեջ չի ձևավորվել։ Երբ որ երեխային վաղ մանկուց մենք սովորեցնում ենք, օրինակ, խաղալիքը դասավորելիս կամ ավազով աշխատելիս, օրինակ, սա քո մոտ ստացվեց լավ, բայց արի այսպես անենք, որպեսզի ստացվի ավելի նույնատիպ կամ ավելի լավ։ Տեսեք, այստեղ մենք ընդգծում ենք եւ գնահատական ենք տալի արածի դրական որակական առումով եւ նաեւ սովորեցնում ենք ինչպես ինքը աշխատի զարգացնելու համար։ Իսկ երբ որ մենք գնահատական ենք տալիս շատ լավ է կամ շատ վատ է, երեխան այդպես էլ չի հասկանում որ դետալները ի նկատի ուներ այդ խրախուսանքի կամ քննադատության միջոցով, հա, ծնողը։ Եվ այստեղ շատ կարևոր է, այո, ներհայեցողություն զարգացնել մարդու մեջ, որ ինքը դառնա իր սեփական անձի հետ նույնացված, էգո նույնացված եւ ինքը հասկանա իր լինելիության չափանիշները։ Հակառակ դեպքում մարդը կախված է լինում արտաքին աշխարհից եւ ինքը իրեն տեսնում է միայն արտաքին աշխարհի քննադատության կամ գովեստի միջոցով։ Ինքը իրեն այդպես է ճանաչում եւ այս մարդկանց մոտ է որպես կանոն ավելի շատ ձևավորվում նախանձը։
որովհետև սեփական եսի հետ չունեն իրենք հաշտեցում, չունեն ընդունում։ Տեսան ինչ որ մեկի մոտ դա ստացվեց։ Մի անգամից գնահատում են, որ իր մոտ ստացվում է, որովհետև ինքը հաջողակ է, որովհետև ինքը երջանիկ է, որովհետև ինքը ավելի կարող է, առանց հասկանալու, օրինակ, այդ մարդու մոտ որ ստացվեց եւ ինքը մասնագիտական առումով, եթե համարենք կարիերա ունեցավ, ինչ տանջակների միջով անցավ, ինչպիսի թերություններ ունի այս մարդը, ինչն է հաղթահարել, իր որ որակն է օգնել, հասկանում եք, այսպիսի վերլուծական համակարգ անձի մոտ չի աշխատում այդ դեպքում։ Մի անգամից, երբ որ տեսնում է ուրիշը ունի դա, սեփական եսի ինքնաոչնչացման մեխանիզմն է սկսում աշխատել։ Ինքը հայտնվում է անհուսալի մի տեսակ անօգնական վիճակում եւ իրեն թվում է ամբողջ աշխարհը ապրեց, գործեց, գոյատևեց, իսկ ինքը ոչնչացավ։ Սա իհարկե շատ քայքայիչ զգացում է եւ երբեմն այո անձին կարող է հասնել հուսալքության, անձին կարող է մղել դեստրուկտիվ վարքի, որովհետեւ այո անձը կարող է այդպես դառնալ հարաբերություններում ավելի կոնֆլիկտային, ավելի բացասական էմոցիաներ արտահայտող, ավելի փնփնթացող, այսպես մի տեսակ ամեն ինչից դժգոհ, անընդհատ վատը տեսնող, այո, եւ նախանձ մարդը, նախանձի զգացումը այո կարող է անձին հասցնել մինչև պաթոլոգիկ քայքայման։ Մենք սրա մասին պետք է իմանանք եւ շատ զգույշ վարվենք այն զգացման հետ, ինչը որ նկատում ենք մեր հարազատի մոտ, բարեկամի մոտ կամ ինքներս մեր մեջ, որովհետեւ երբ որ հասկացանք, որ նախանձում ենք եւ կան նախանձ, պիտի կանգ առնենք այդ կետի վրա, հասկանանք ինչու։ Ընդունենք մեր զգացումը, որ այո, մենք նախանձեցինք ինչ-որ մեկին, ինչ-որ մի բանի համար, ինչու։ Ինչը չկա մեզ մեջ։ Կամ ինչը դա կարող է նաև էպիզոդիկ լինել, ոչ թե մարդը բնույթով լինել նախանձ մարդ, այլ այո։ Եվ ուզում եմ ասել այս առումով, որ գրեթե բոլոր մարդիկ ունեն նախանձ։ Մարդուն բնորոշ է սա, որովհետև ինքը մի հույզ է, որ կարող ենք ասել, որ գոյատևման է ուղված կենթանական աշխարհում էլ, հա, երբ որ շունը բերում է մի քանի ձագերը սկսում են պայքարել, թե ով պետք է կաթը խմի մորից, հա, սա պայքարի մի ձև է նաև, լինելիության մի ձև է, ուղղակի տարբերություն կենթանական, նաև պաշտպանություն է, այո, ի տարբերություն կենթանական աշխարհի մարդը ունի գիտակցություն, եւ երբ որ մարդը ունենում է այդ զգացումը, պետք է անմիջականորեն ազդակը ճանաչել կարողանա եւ հասկանա, թե ինքը այդ նույն ստիմուլին ինչպիսի ռեակցիա տա, այսինքն անմիջապես այդ նախանձի զգացման մեջ ինքը ինքնավոչնչանա, թե սկսի վերլուծել, ինչու եմ նախանձում, գուցե այն ինչին ինքը հասել է, ես էլ կկարողանամ դա անել, ինչն եմ փորձել, որ չի ստացվել, եւ վերջի վերջո, եթե նրա մոտ ստացվել է, ինձ մոտ անպայման կստացվի, եւ վերջի վերջո ամենակարևորը այդ պարագայում կանգ առնել ու սկսել գնահատել սեփական հասանելիությունը, սեփական ձեռքբերումները, սեփական դրական որակները, սեփական անձի յուրատիպությունը, չէ՞ որ անձի ամենակարևոր, այսպես կյանքի իմաստը զգալն է սեփական լինելիությունը եւ յուրատիպությունը, ոչ ոք այս կյանքում նման չէ մյուսին, սա շատ կարևոր է եւ սրա գիտակցմանը գալ, որ ես յուրատիպ եմ եւ ինձ նման ոչ ոք այլևս այս աշխարհում չկա, ինքը բարդ եւ միևնույն ժամանակ հաճելի եւ ինքնաբավություն առաջացնող զգացում է։ Ես ճիշտ եմ հասկանում, որ նախանձ մարդը կամ նման իրավիճակներում հանդիպող մարդը մեծամասամբ նաև թերարժեքություն ունի։ Կարող ենք ասել այո, եթե քրոնիկ նախանձ է եւ բնավորության առանձնահատկություն է, այո, որովհետեւ անձը չի կարողացել ճանաչել իր սեփական եսի որակները, որոնք որ գոհացրել են իրեն, որոնցով որ ինքը շնորհակալ է։ Նախանձի հակառակ կողմում ընկած է շնորհակալ լինելու զգացումը, այսինքն ես շնորհակալ եմ, որ ես սա կարողանում եմ անել, որ ես ունեմ սա, որ սա իմ ձեռքբերումն է, սա իմ հաջողությունն է, սա իմ ստատուսն է։ Մարդը այդ շնորհակալությունը որպես կանոն չի կարողանում զգալ եւ ձևավորել իր ներսում։ Դրա հակառակ կողմում, այո, կարծես մարդը հասել է ամեն ինչի եւ ձեզ ասեմ, նախանձի զգացումը դա չափելի չէ։ Այսինքն մարդը կարող է ունենալ շատ մեծ ձեռքբերումներ կյանքում, շատ բարձր ստատուս։ Կանխեցիք հարցը, որտեղ շատ հաճախ իսկապես տեսնում ենք։ Նյութական շատ
ապահոված լինի մարդը, նույնիսկ ամենա կարողություններով ինքը արդեն լցված լինի, լեփլեցուն լինի, միևնույն է նախանձի զգացումը շարունակի մարդուն շարունակաբար տանջել, որովհետև սա հոգեբանական գործոն է։ Եվ որևիցե մի հասանելիություն ձեռք բերում չի կարող կանգնեցնել այդ զգացումը, այնինչը տակից չկա։ Դա այն է, որ մարդը, այո, այն ներհայեցողության միջոցով, սեփական ես լինելիությունը զգալու միջոցով եւ փոքր հասակում, այո, ճիշտ խրախուսման եւ ճիշտ քննադատման միջոցով հասկանալն է, որ ես կամ ես լիուլի եմ, ես արժեքավոր եմ, ես լիարժեք եմ։ Եթե այս մասը վնասված է, մարդը շարունակաբար նույնիսկ այդ բացասական նախանձի միջոցով իր ճանապարհին ոչ ոք չի կարող կանգնել, եթե ինքը զգաց, որ վտանգ է սպառնում իր սեփական գործին, ստատուսին կամ իր լինելիությանը։ Եվ ամենավտանգավորը այդ նախանձի տեսակն է, որը որ կոչվում է դեստրուկտիվ, այսինքն կազմաքանդիչ վիճակ է մարդու մոտ, եւ նա կարող է ոչնչացնել իր ճանապարհին ցանկացած հասանելիություն ձեռք բերումներ ունեցող անձի եւ համբավը, եւ ունեցվածքը, եւ բամփասանքներով, փնովանքով, նվաստացնելով, իջացնելով, նսեմացնելով, մարդը կարողանում է այդպես կարծես թե ինքնապաշտպանություն գտնել եւ այդ միջոցով զգալ, որ ինքը լավն է, իսկ նա վատն է։ Այո։ Իսկ կան երևույթը, երբ մարդը ոչ թե ավելի շատ նեղվում է, որ դիմացինը ունի ինքը չունի, այլ ինչու նա ունի։ Ոչինչ որ ինքը չունի, բայց թող նա էլ չունեն, այսինքն իր ամբողջ այդ բացասական հույզերը նրա համար են ոչ թե որ ինքն էլ չունի, այլ որ դիմացինը ունի։ Սա է նախանձի տեսակ է։ Իհարկե, գերակայության եւ գերազանցության զգացման տապալում է։ Այսինքն այնուամենայնիվ համեմատական գործընթաց է գնում, չէ՞։ Եվ այո, այդ նեգատիվ զգացումն է նախանձին ուղեկցվող չարության զգացումն է, որ պիտի ոչ ոք չունենա։ Ոչինչ որ ես չունեմ, թող ոչ մեկ էլ չունենա։ Թող ոչ ոք էլ չունենա։ Ես այստեղ ուզում եմ նաև կարևորենք եւ բարձրաձայնենք ծնողների դերը։ Դուք ձեր խոսքում այսպես կարմիր գծով մի քանի անգամ նշեցիք դաստիարակությունը, երեխային խրախուսելը եւ այլն։ Ինչպիսի դեր ունի ծնողը հետագայում հասուն նախանձ մարդու, այսպես ասած, ձևավորման մեջ։ Անընդհատ համեմատելը, անընդհատ կողքիններին ցույց տալը, մատնանշելը, նա ավելի լավն էր, նա ավելի գեղեցիկ էր, նա ավելին կարողացավ եւ այլն։ Որքանով է կործանում մեր երեխային։ Դուք արդեն կարծես թե ձեր հարցի պատասխանը տվեցիք, ամենից կործարար ծնողական մոտեցումն է դա։ Երբ որ երեխային համեմատում են, երեխային նսեմացնում են, երեխային գնահատական են տալի կողքի երեխայի որևիցե արարքով։ Իսկ հակառակը, եթե անընդհատ երեխային գերագնահատում են նաև կողքին, սա էլ է, չէ՞։ Դա էլ է ուղիղ ճանապարհ դեպի նախանձ երեխա դառնալու, որովհետև երբեմն թվում է թե գերագնահատելը, որ ես ամենից լավն եմ, բավարարվածության դրսևորում է, բայց ճիշտ հակառակն է։ Երբեք մարդը իդեալական լինել չի կարող։ Երբեք մարդը ամենա կարողություններով օժտված լինել չի կարող։ Մարդը սովորական արարած է եւ սա է հենց adekvat վերաբերմունքը սեփական եսին, երբ որ մարդը հասկանում է, որ որոշ հարցերում կարող եմ, որոշ հարցերում չեմ կարող, որոշ մարմնային բարեմասնություններում գեղեցիկ են, որոշում ոչ, հասկանում եք, սա այն որակն է, որը որ մարդուն այո տանում է դեպի ոչ նախանձ լինելուն եւ ծնողների մշտական համեմատելը եւ ծնողի նախանձ լինելը իսկ ծնողի այլ մարդկանց հետ համեմատվելը կամ նսեմացնելը նույնիսկ այլ մարդկանց երեխայի ներկայությամբ, որ հանկարծ չդառնաս դրա երեխայի նման կամ դրանք ինչ մարդ են, որ դրանց ընտանիքը այսպիսին է, սրանք էլ են անմեղ թվացող արտահայտություններ են, այո, բայց երեխայի մոտ տանում են այն դրսևորմանը, որը որ կոչվում է նախանձ։
Եթե այսօրվա մեր զրույցը ամբողջությամբ ամփոփելու լինենք, քիչ թե շատ փորձեցինք հասկանալ, հա, երբ պետք է սկսենք անհանգստանալ, որ մենք կամ մեր շրջապատում, հատկապես մեր երեխաները նախանձ են մեծանում կամ դաստիարակվում, հասունանում։ Այնուամենայնիվ, եթե մենք ընկալեցինք, որ այո, մենք ունենք նախանձ, մենք նախանձ ենք կամ մենք նախանձում ենք։ Արդյոք կան մեխանիզմներ կամ տեխնիկաներ, որոնցով մարդը կարող է, որովհետև ես էլի հանդիպել եմ մարդկանց, ովքեր իսկապես անկեղծորեն ասում են, ես չեմ ուզում, բայց ես նախանձում եմ։ Այս մարդկանց մենք կարող ենք օգնել, որովհետև նախանձը իսկապես մարդու կյանքը թունավորում է բառից Բացի իմաստով։ հոգեբանական առումով, որ թունավորում է միջազգային հարաբերությունն է վատթարացնում կամ ինքնազգացողությունն է վատանում, նախանձը շատ ուղիղ ճանապարհ է սոմատիզացված հիվանդությունների առաջացման, սա ուզում եմ անպայման նշել, շատ հիվանդություններ կան, որոնք այո ապացուցված են, որ այդ նեգատիվ նախանձի զգացման հիմքով են առաջացել։ Մարդը կարող է դառնալ դրա հիմքով արդեն իսկ քրոնիկ հիվանդ, օրինակ։ Ձերբազատման միջոցներից տեսեք, եթե ինքը պաթոլոգիկ բնույթ է կրում եւ անձի առանձնահատկության որակ է եւ տանջող է որպես կանոն, այստեղ անպայման կարևոր քայլ է դիմել հոգեթերապևտիկ օգնությանը, որովհետեւ անպայման անձը ունի վնասված մասեր, հոգեբանական կառույցը, ամբողջականությունը նշանակում է անձի խալխլված է եւ միայն հոգեթերապիայի ընթացքում մարդը կարող է հասկանալ, ճանաչել, գիտակցել եւ բուժել այդ իր պակաս մասը, բաց մասը։ Այսինքն պատճառը, երբ որ բուժվի, նախանձներ որպես հետևանք կշտկվի։ Այո։ Իսկ այսպես պարզ պրակտիկ ամենակարևոր մտային ունակությունը ձևավորել, որ այո, եթե նա ունի այդ ձեռքբերումը, դա իրենն է եւ մենք պիտի նաև շատ լավ գնահատենք, եթե ձեռք է բերել այդ ձեռքբերումը հասանելիությունը, ինչ ճանապարհով է ձեռք բերել։ Արդյոք մենք հաշվարկել ենք եւ գնահատել ենք իր տանջանքը, իր տառապանքը այդ ճանապարհին։ Պատրաստ ենք անցնել այդ ճանապարհը։ Պատրաստ ենք անցնել այդ ճանապարհով, եթե պատրաստ ենք, ապա ինչն է մեզ խանգարում եւ ինչն է վախեցնում։ Եվ ամենակարևորը ձերբազատվել այդ խանգարող գործոններից, վախեցնող գործոններից։ Գուցե պատասխանատվությունն է անձի, որը որ ձևավորված չէ, այդ իսկ պատճառով ինքը չի կարողանում գնալ այդ ճանապարհով։ Եվ ամենակարևորը, տեսեք, այստեղ կարող ենք նաև նախանձը ինչ որ առումով ձևակերպել որպես սոցիալական ընդօրինակում։ Եթե մտցնենք իրեն բարի նախանձի տակ, հա, այո, տեսա, որ այդ մարդը սա կարողանում է անել, ես էլ ընդօրինակեցի, արեցի, սա անմեղ է։ Իսկ հակառակ դեպքում, եթե նորից եմ ասում, մենք հասկացել ենք, որ մենք դա ունենք, ընդունենք, որ ունենք։ Ընդունելուց անմիջապես հետո կանգ առնենք ու հասկանանք մենք ինչ ունենք։ Եվ մեր սեփական եսին ներհայեցողություն ուղենք, հայացք ուղենք, հասկանանք ով ենք մենք։ Երբ որ ով ենք menքի այդ գիտակցումը ամբողջական է եւ բավարարում է մեզ, կարծես թե ազատվել ենք նախանձի զգացումից։ Այսինքն ունենք լուծում օգնելու տարբերակներ։ Իհարկե։ Շնորհակալ եմ շատ, սա այն թեման է, որի մասին շատ երկար կարելի է խոսել։ Եվ ամենակարևորը, այո, շնորհակալության ձևավորումն է։ Բարեսրտությունը, կարեկցանքը, էմպաթիան։ Եթե սրանք անձի մոտ դոմինանտ են, որպես կանոն ավելի հեշտ է ձերբազատվել նախանձի զգացումից, այսինքն ուրախանալը բոլորի հաջողություններով եւ ձեռքբերումներով եւ չմոռանալ սեփականը։ Շատ լավ, շնորհակալություն։ Ցելի հերոստատիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Խաչատրյանն էր։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ցտեսություն։